Բաշար Ալ-Ասադի 24-ամյա վարչակազմի տապալման մեկամյակը Սիրիայում մեծ շուքով են նշում։ Դամասկոսի կենտրոնական հրապարակում ռազմական շքերթներ, հրավառություն, տոնակատարություններ են։ Սիրիան հաղթել է եւ ազատվել է անկում ապրող ռեժիմից, եւ սա է ամենակարևորը։ Ես վերադարձել եմ Սիրիա ուրախանալու եւ նշելու այս հաղթանակը։ Այսօրը աննկարագրելի զգացողություն է, քանի որ սա ազգային տոն է։ Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարարությունը ցուցադրության է հանել տանկեր, զրահապատ մեքենաներ եւ ուղաթիռներ։ Ռազմական ցուցահանդեսի մեր ուղերձը հստակ է։ Մեր զենքերը սեփական ձեռքերով ենք պատրաստել ու դրանցով ենք հաղթանակել։ Սիրիական ապստամբության տարիներին հեղափոխականների օգտագործված հիմնական զենքերն են ցուցադրված։ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Ասադը ընտանիքի հետ լքեց Սիրիան։ Տեղափոխվեցին Ռուսաստան, երբ ապստամբները այն ժամանակ Ալ-Ջուլանի անունով հայտնի Սիրիայի ներկայիս ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հրամանատարությամբ գրավեցին Դամասկոսը։ Իշխանության գալուց հետո նոր առաջնորդն առաջինը կառավարությունից հեռացրեց Ասադի դաշնակիցներին։ Ոչ պաշտոնական տվյալներով շատերը մահապատժի են ենթարկվել։ Չնայած Շարան մեծամասամբ ազատվել է Ասադի կադրերից, նրա կողմնակիցները պնդում են, թե նախկին ռեժիմի աջակիցները հարմար պահի են սպասում երկրում անկարգություններ անելու համար։ Հատկապես զգուշանում են քրդերից, որոնցից կազմված ջոկատները ըստ լուրերի բռնություններ են հրահրում Սիրիայի ափամերձ հատվածներում։ Բայց ամենամեծ մարտահրավերը ըստ փորձագետների ոչ թե էթնիկ խմբերն են, այլ Իսրայելը։ Վերջին մեկ տարում գրեթե ամեն շաբաթ իսրայելական ուժերը հարվածում են սիրիական բնակավայրերին։ Բուլդոզերներով, տանկերով ներխուժում են ու տարածքներ գրավում։ Ալ-Շարան, որը խոստացել է արդար եւ ուժեղ Սիրիա կառուցել, ստացել է Պարսից ծոցի արաբական երկրների եւ Թուրքիայի աջակցությունը։ Նրա կառավարությանը հաջողվել է չեղարկել արևմտյան պատժամիջոցների մեծ մասը։ Մենք մեծ վստահություն ունենք կառավարության նկատմամբ։ Աստծո կամքով նրանք երկիրը կդարձնեն անվտանգ։ Հույս ունեմ, որ վերակառուցումը կընթանա ավելի արագ տեմպերով եւ որ երկրում տնտեսական զարգացում կլինի։ Ահաբեկչության համար տարիներ առաջ Միացյալ Նահանգների կողմից Իրաքում կալանավորված Ահմեդ Ալ-Շարային ներեց Վաշինգտոնը։ Նրա կուսակցությունը հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Հուլիսին Սպիտակ տունը չեղարկեց ամերիկյան պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Ասադի ղեկավարած Սիրիայի դեմ։ Սիրիայի ղեկավարը վերջին 60 տարում առաջին անգամ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Ասադի հեռանալուց մեկ տարի անցել Սիրիան դեռևս ավերված է։ 14 տարվա պատերազմից տեղահանված, տունը կորցրած մարդկանցից շատերը քարանձավներում են ապրում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։